Երեք հայտնաբերվեց 3-ամյա Տիգրանի մարմինը, ով պարզվեց, որ հոր կողմից է սպանվել։ Ինչ եք կարծում, ծնողներին ծնողական իրավունքից զրկելու անհրաժեշտություն կա։ Եթե իրոք այդպես է հայրն է խեղդել երեխային, անպայման։ Այդպեսի ծնող իրավունք չունի երեխայի, որ շփվի, ոչ ապրի, ոչ էլ դաստիարակի, դա ինչ պիտի դաստիարակի։ Անպայման, անշուշտ։ Իհարկե։ Իրավունքների մասին ինչի մասին է խոսքը, պարզապես պետք է իրան ազատազրկել։ Ոչ միայն անհրաժեշտ է, այլ այդպիսի որը պիտի գնդակահարել։ Այդքան բան։ Ես ճիշտ ասած այդքան տեղեկություն չունեմ, բայց լսել եմ ու չեմ ընդունում։ Եթե ծնող է, ուրեմն պիտի իր երեխան, եթե չէր ուզում, թող տանել մանկատուն։ Մանկատուն տար, ինչի համար նայում ես ոնց որ անգել լիներ այդ երեխան, ափսոս, շատ ափսոս, որ կյանքը այդպես շուտ ընդհատվեց։ Գիտեմ, ցավը տանեմ, ես ոչ դատավոր եմ, ոչ էլ դատախազ։ Իհարկե, հորը անպայման պետք է զրկել հայրական իրավունքից։ Չգիտեմ, այդ դաժանությունը, չգիտեմ, ոնց կարող է ծնողը այդպիսի բան անի իր երեխու հետ։ Երեխայի ծնողներին պետք է զրկել ծնողական իրավունքին։ Իմ կարծիքով այո, եթե դա պարզվի, որ դա ճիշտ է, այո։ Գիտեք ինչ, եթե ծնողը ոնց ասեմ, դες գիշատիչ է, կոպիտ ասած, էլ ստե ուրիշ իմ կարծիքով վարժ չկա։ Ինձ թվում է այո, որովհետև ինչ էլ լինի, ինչքան ես հասկացա, որ այդ երեխան կասկածի տակ էր այդ մարդուննա թե չէ, կապ չունի, չես ուզում պահես, կամ մանկատուն սպանելը դա իհարկե պետք է եւ երկար նստի թող այդ իր արարքի համար եւ մայրը вообще ինձ թվում է այստեղ հրեշական դեր է խաղում։ Այնպես որ դա իմ կարծիքն է, հիմա ճիշտ է թե ոչ, արդեն թող ժողովուրդը դատարանը որոշի։ Ես ոչինչ չեմ կարող ասել, մարդկային գործոնից դուրս է։ Ծնողներին ծնողական իրավունքից զրկելու անհրաժեշտություն տեսնում եք։ Չէ, ոչ, որտեղ ծնողական իրավունքների զրկումը շատ բարդ գործընթաց է եւ պետք է ունենալ բազմաթիվ ապացույցներ, հատկապես կնոջ եւ ամուսնու բարոյական վարքագծի, ընտանեկան խաղաղ կյանքը չապահովելու, ագրեսիվ վերաբերմունքը երեխաների նկատմամբ եւ այսպես շարունակ։ Իհարկե, այդպիսի ծնողի մոտ կարելի է պահել։ Դե ասենք, եթե ծնողը իր երեխային սպանում է, բայց եթե դա ճիշտ է։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Ես կարծում եմ իր մայրն էլ է այդ ամեն ինչի տեղյակ եղել։ Ինձ թվում է, որ իրանք նաև հետ զարգացած էլ է եղել։ Մենք այդ կարծիքին ենք, նորմալ ծնողը չէր կարող այդ քայլին գնար։ Կամ այդ երեխան, ինչքան գիտեմ, միակ երեխան ընտանիքի մեջ եղել, որ խոսել է։ Երևի իրանք այդ ամեն ինչը կաղակուտակվել էլ է, որ իմին այդ երեխուն ընտրեցին։ Շո մի անհայտ բան կա, բայց ինձ թվում է իրանք հետավոր մնացություն ունեն իրանց մեջ, նորմալ մարդը չէր կարող այդ քայլին գնար։